Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, այսօր տեսնում ենք, որ շարունակվում է 1-8 եզրափակիչը եւ երկրորդ հանդիպումն ենք դիտելու եւ մրցում են միմյանց հետ Մանչեսթեր Սիթին եւ Սելտան։ Հիմա տեսնում ենք, որ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներն են դաշտի կենտրոնից մեկնարկում եւ խաղը արդեն սկսված է եւ անցնենք թիմերի հիմնական հայտարարություններին։ Սիթիի դարպասը պաշտպանում է համար 1 Վահե Մուրադյանը, համար 2 Բուբասիլա, համար 12 Ռաֆիկ Ղարիբյան, համար 6 Ռոմիկ Սարգսյան, համար 7 Անատոլի Գաբրելյան, նա թիմի ավագն է, համար 8 Անդրանիկ Բաղրամյան, համար 14 Արշակ Պողոսյան, համար 4 Վարդան Վարդանյան, համար 17 Գերա Կոստենկով եւ համար 20 Գարիկ Գիգոլյան։ Սելտայի դարպասը պաշտպանում է համար 1 Հայկ Բոքսյանը, համար 7 Դավիթ Հարությունյան, համար 12 Անրի Խալացյան, համար 3 Աշոտ Բորյան, համար 4 Ավետիս Դուրգարյան, թիմի ավագ, համար 11 Գարիկ Սենեկ Քերիմյան, համար 15 Լեո Պապյան, համար 17 Արամ Ենգիբարյան, համար 30 Դավիթ Հարությունյան եւ համար 77 Հարություն Բոքսյան։ Հիմա տեսնում ենք, որ այս խաղի առաջին անկյունային են վաստակել Սելտայի ֆուտբոլիստները, հենց առաջին րոպեին տեսնենք փոխանցում Տուգանային հրապարակ հարված եւ այստեղ մի փոքր բարձր է հիմա հարվածում Սելտայի ֆուտբոլիստը փրկվեց հենց մեկնարկում Մանչեսթեր Սիթին, հարված կատարեց Արամ Ենգիբարյանը եւ տեսանք առաջին հարվածը այս խաղում Սելտան կատարեց։ Հիմա Սիթի ֆուտբոլիստներն են փորձում իրենց առաջին դիրքային գրով կազմակերպեն այս խաղում։ Մի փոքր տեսնում ենք դժվարությամբ են անցնում կիսադաշտը Սիթիի ֆուտբոլիստները։ Եվ ի վերջո հարվածը լինելու Վահե Մուրադյանի դարպասից։ 3 մեկնարկեց նշեմ play-off այս փուլը Winter Cup-ի 1-8 եզրափակիչը առաջին հանդիպումը կայացավ Լեռնային Արցախը մրցեց Մոնակոյի հետ եւ 6-3 հաշվով կարողացավ հաղթել այսօր երկրորդ խաղն է դիտում ենք Սիթին Սելտային է հանդիպել հետաքրքիր հանդիպում է լինելու Հիմա տեսնում ենք, որ գնդակի նախաձեռնություն այս երկու րոպեներին վերցրել են Սիթիի ֆուտբոլիստները եւ փորձում են իրենց դեռ առաջին գրող կառուցել, բայց դեռ չի ստացվում, հիմա խլում են Սելտայի ֆուտբոլիստները գնդակը եւ վտանգավոր դիրքում հիմա Տուգանային հարված են վաստակել Սելտայի տղաները, տեսնենք ինչպես կիրացնեն այս ստանդարտը Сегодня я чувствую хреново,
Տեսնենք Սուլիչը կա հարված պատին դիպչեց։ Այս հարվածը հիմա կարող է հակագրել Սիթին։ Գաբրիելյանն է գնդակով մի փոքր ուշացավ Սելտայի խաղացողները հետ վերադարձան։ Տեսնենք մի փոքր խճճվեց, բայց կարողացավ հետ վերադարձնել գնդակը Գաբրիելյանը եւ պահում է Սիթին իր մոտ գնդակը հիմա աչեզրում է գնդակը, բայց ի վերջո կարողացավ Սիթին այս իրավիճակում եզրային նետում վաստակել։ Նշեմ, որ Սիթիի կազմում բացակայում են մի քանի առանցքային ֆուտբոլիստներ՝ Արթուր Ալավերդյանը, Ռոբերտ Խլղացյանը, Ալեն Սահակյանը եւ Նարեկ Սարգսյանը։ Նրանք իրենց թիմում շատ կարևոր դեր են խաղում։ Սելտան այս պահին չունի կազմում փոփոխություններ։ Նորից տեսնում ենք Սիթիի մոտ է գնդակը։ Խաղարկումներ շարժվում են առաջ, Արշակ Պողոսյանն է գնդակով, կենտրոնում է, թողնում է Բուբային, Բուբա արված եւ փրկում է իր թիմին Հայկ Բոքսյանը, հիմա էլ առաջի հարվածը տեսանք Մանչեսթեր Սիթիի կողմից, մեկական հարված արդեն ունեն թիմերը այս խաղում, վտանգավոր էր տեսանք Բուբայի հարվածը, շարունակում է մնալ Սիթիի մոտ գնդակը, Եվ տեսնում ենք խաղի մեկնակից ի վեր մինչև հիմա Սիթիի մոտ է գնդակը կարող վտանգավոր լինել, Գաբրիելյան չկարողացավ հարված կատարել Գաբրիելյանը եւ խլեց Սելտան գնդակը, բայց ի վերջո նորից հետ եկավ գնդակը ներողություն Մանչեսթեր Սիթիին։ Տեսնում ենք, որ այս պահին հավասար պայքար է խաղադաշտում, մի փոքր գնդակի առավելություն ունի Մանչեսթեր Սիթին, բայց դեռ անցել է 5 րոպե հիմնական ժամանակից, շատ ժամանակ կա, Բուբասիլան հրաշալի ացում հիմա ձեռնարկեց, թողեց Գաբրիելյանին գնդակը, ձախքեզրում է Գաբրիելյանը, տեսնենք հիմա ինչ կանի, Գաբրիելյանը, բայց նրա դեմ լավ պաշտպանվեցին հիմա Դավիթ Հարությունյանը լավ գործեց պաշտպանությունում եւ կարողացավ ի վերջո եզրային նետում վաստակել այստեղ Գաբրիելյանը։ Գիգոլ, հանիտից։ Շարունակում է մնալ Սիթիի մոտ գնդակը, Բուբան է գնդակով, թողնում է Պողոսյանին, Պողոսյան հետ է վերադարձնում Ղարիբյանին։ Նորից Ղարիբյան երկար փոխանցում դեպի Բուբան, Բուբան թողնում է Գաբրիելյանին, ուշացրեց նորից Գաբրիելյանը հարված կատարել, բայց թիմակիցը սխալը նրա ուղեց եւ խլեց գնդակը։ Պողոսյանն է հիմա դաշտի կենտրոնում, աչեզրում շարժվել է առաջ Կոստենկովը, նրա փոխանցումը չստացվեց եւ հիմա տեսնում ենք Սելտան է գնդակով լինելու, Ենգի Բարյանն է շարժվում առաջ, հիմա մի փոքր տեսնում ենք, որ հանգստացնում են խաղը Սելտայի ֆուտբոլիստները, շատ էր նրանց դարպասին այս մի քանի րոպեների ընթացքում ճնշում, նրանք փորձում են մանր խաղարկումներով շարժվել առաջ, այստեղ պաշտպանությունում սխալվում է Դավիթ Հարությունյանը, բայց Հայկ Բոքսյանն է թիմակցի սխալը շտկում եւ երկար փոխանցում կատարում։ Սելտայի ֆուտբոլիստը կարողացավ իր մոտ պայել գնդակը եւ հարված է լինելու Վահե Մուրադյանի դարպասից։ Տեսնում ենք, որ արագ գոլի եղանակ չկարողացան դառնալ։ Թիմերը հիմա սխալվում էր Սիթիի
պաշտպանը վտանգավոր է արված Մուրադյանն է փրկում իր թիմին, վտանգավոր գործեց Վարդան Վարդանյանը իրենց կիսադաշտում եւ հիմա տեսնում ենք, որ խաղի մրցավարը գալիս է դիտելու դրվագը Եվ հիմա տեսնում ենք մրցավարը խաղի դրվագը դիտեց եւ 11 մետրանոց է նշանակել Manchester City դարպասին այնտեղ խախտեց կանոնները կարծես թե Գարիկ Գիգոլյանը եւ հիմա լավ հնարավորություն է ստացել հանդիպան հաշիվը բացելու Սելտան Թիմի ավակն է վերցրել գնդակը Տեսնենք հիմա կարողանա հաշիվը հանդիպման բացել Սելտան Սուլիչը կա Գարիկ Քերեմյան հարված եւ գոլ Հանդիպման հաշիվը բացված է 1-0 Գարիկ Քերեմյան 1-0 հանդիպան հաշիվը բացված է եւ Սելտան կարողացավ հենց առաջին խաղակեսում մեկնարկում բացել հանդիպան հաշիվը հիմա City-ն պարտվողի կարգավիճակում է չստացվեց գրողներից գոլ հեղինակել Սելտային ստացվեց 11 մետրանոցից հիմա տեսնենք Manchester City-ն ինչ կառաջարկի մեզ անկասկած փորձելու են City-ի տղաները արագ հավասարեցնել հանդիպան հաշիվը Մի փոքր այստեղ վտանգավոր են հիմա գործում City ֆուտբոլիստները, բայց կարողացան հեռացնել գնդակը Վարդան Վարդանյան հրաշալի անցում կատարեց աչքի եզնում, բայց փոխանցումը չստացվեց, նորից վերադարձեց City-ին գնդակը մի փոքր խոսեմ խմբային փուլում ինչ դիրքերում զբաղեցրեցին թիմերը, Manchester City-ն իրենց խմբում 40 միավոր վաստակեցին 17 խաղից եւ 4 հորիզոնականում տեղակայվեցին, հիմա վտանգավոր էր, տեսնում ենք իսկ Սելտան 17 խաղից հետո 34 միավորով 5-րդ հորիզոնականում զբաղեցրեց իր խմբում լավ խմբային փուլ անցկացրեցին երկու թիմերն էլ հիմա անկյունային են վաստակել Սելտայի ֆուտբոլիստները հերվից հարված շեղ ընթացավ Դավիթ Հարությունյանի հարվածը երկրորդ անկյունայինը արդեն տեսանք այս խաղում City դարպասին Մեր հերթական գրողն է սկսում City-ն իրենց կիսադաշտից ձախեզում է Բուբան հրաշալի փոխանցում այստեղ Վարդանյանը չկարողացավ պահել գնդակը եւ հարված կատարել վերցրեց գնդակը Այգ Բոքսյանը եւ սկսում է իր թիմի գրողը Եվ արագ սխալվեցին Սելտայի ֆուտբոլիստները դաշտի կենտրոնում Նորից Բուբան է շարժվում առաջ, թողնում է Գաբրիելյանին, փոխանցում եւ հեռացնում է գնդակը Դավիթ Հարությունյանը Եվ հիմա էլ տեսնում ենք City-ն է վաստակում իր առաջին անկյունային այս խաղում
Գաբրիելյանը խաղարկում է Պողոսյանի հետ, Պողոսյանն է գնդակով թողնում է Ղարիբյանին, Ղարիբյան փոխանցում, նրա փոխանցումը հասցեատեր չունեցավ, Սելտան խլեց գնդակը, կարող են հակագրոել, բայց այստեղ շտապեց մի փոքր Ավետիս Դուրգարյանը Եվ նորից անցնում է գնդակը City-ին Գնդակի տարածքային մեծ առավելություն ունի Մանչեսթեր Սիթին Այլ հրաշալի անցում Վարդանյանի սպանում է գնդակը Գիգոլյան և հարվածը չստացվեց Գիգոլյանի Բայց պահեցին գնդակի վերջո իրենց մոտ Սիթի ֆուտբոլիստները Պողոսյան թողնում է Կոստենկովին Աչեզրում է հարված և Բոքսյանն է փրկում իր թիմին և նորից անկյունային է լինելու Սելտայի դարպասին Տեսնում ենք, որ մի փոքր ավելացրեցին այս րոպեներին City ֆուտբոլիստները իրենց առավելությունը բայց դեռ չեն կարողանում արդյունքի հասնել, նորից խաղարկեցին գնդակը փոխանցում Կարողացավ պահել այստեղ գնդակը Ղարիբյանը Ճիշտ է, դար, ճիշտ է, իրայ։ Okay, bro, okay. Այստեղ էլ Կուբայի փոխանցումը չստացվեց և հիմա Սելտան է անցնում գրոյի Բորյանն է հրաշալ է անցում, հիմա կատարում աչեզրում, փոխանցում Տուգանային հրապարակ և Վահե Մուրադյանը հեշտությամբ վերցնում է գնդակը և երկար փոխանցում կատարում դեպի Պողոսյանը, բայց Ենգիբարյանը հեռացրեց գնդակը, այստեղ էլ Կոստենկովը լավ գործեց Գիգոլյանն է ֆանտաստիկ գործում այստեղ և պահում իր մոտ գնդակը և հետ խաղարկում թիմակցի հետ Առաջին խաղակեսի միջնամասն է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ այս պայն City-ն պարտվում է 0-1 հաշվով Սելտային բայց ակտիվ հանդիպում է ընթանում City-ն մի փոքր այս րոպեների ընթացքում ճնշել է տեսնում ենք Սելտային գրաշալի փոխանցում Դուբայի կողմից բայց նորից հեռացված է գնդակը Վարդանյանն է իմ այլ թողում գնդակը Պողոսյանին, ձախ եզրում է Պողոսյանը, փոխանցում տանգավոր էր Արշակ Պողոսյանի փոխանցումը, բայց այնտեղ թիմակիցներից ոչ ոք չկարողացավ եզրափակում կատարել այս գրոյ և հարված է լինելու Հայկ Բոքսյանի դարպասից Այլ Սելտան հեշտությամբ կարողացավ անցնել իրենց կիսադաշտը, տեսնենք այս գրով, բայց այստեղ էլ պաշտպանությունում լավ գործեց Ղարիբյանը և երկար փոխանցում կատարեց Պողոսյանին, աչեզրում է Պողոսյանը, տեսնենք ինչ կանի այստեղ Արշակ Պողոսյանը, հարված և փրկում է նորից Բոքսյանը իր թիմին Այստեղ էլ Գիգոլյանն է լավ գործում և խլում գնդակը, նորից տեսնելու ենք City գրով, բայց այստեղ կենտրոնում հիմա սխալվում է Պողոսյանը Հիմա նորից Գիգոլյանը խլեց գնդակը Տեսնում ենք, որ փորձում են City ֆուտբոլիստները մինչև ընդմիջում հավասարեցնել հանդիպման հաշիվը Արդեն նրանք մի քանի անգամ հարված են կատարել Բոքսյանի դարպասին, բայց Բոքսյանը փրկել է իր թիմին Այլ Պողոսյանն հայտնվել է աչ եզրում Կոստենկովի հարվածը հիմա էլ հեռար, բայց նորից
իր վրայ վերցնում այս հարվածը Բոքսյանը եւ իր թիմի գրոհ սկսում, հիմա տեսնենք Բորյանն է աջ եզնում թողնում է Հարությունյանին։ Նորից Հարությունյան Արժում է առաջ երվից արված և կրակոցը Դավիթ Հարությունյանը և գոլ։ 2-0 է դարձնում հանդիպան հաշիվը Սելտան կրկնապատկում է իր առավելությունը առաջին խաղակեսում։ Դավիթ Հարությունյան 2-0 տեսնում ենք, որ կրկնապատկում է իր առավելությունը Սելտան։ Ի վերջո, այսքան պաշտպանվելուց հետո Սելտան կարողացավ 1 գրոհ անցկացնել այս 10 րոպեների ընթացքում եւ կարողանալ կրկնապատկել իր առավելությունը հեռար հարվածով։ Ուղղակի գնդակը մխրճեց Վահե Մուրադյանի դարպասը Դավիթ Հարությունյանը, հիմա մի փոքր բարդ իրավիճակում է հայտնվել Սիթին, տեսնում ենք նրանց հիմա երկար փոխանցում կարող է հավասարեցնել հանդիպանը, կրճատեց ի վերջո հանդիպան հաշիվը, տեսնում ենք Մանչեսթեր Սիթին 2-1 է դառնում։ Վարդան Վարդանյան 2-1 կարողացավ Սիթին արագ կրճատել հանդիպան հաշիվը։ Սելտայի խփած գոլից հետո նրանք արագ գրոհեցին եւ գոլի հեղինակ դարձան ի վերջո։ Եվ հիմա նորից փորձելու են մինչև ընդմիջում հավասարեցնել հանդիպան հաշիվը, մի քանի րոպե է մնացել առաջին խաղակեսի ավարտին։ Տեսնում ենք, որ Անդրանիկ Բաղրամյանն է դուրս եկել խաղադաշտ և Ռոմիկ Սարգսյանը, հիմա Բաղրամյանի փոխանցումը չստացվեց։ Նորից Սելտան է փորձում մի փոքր հանգստացնել խաղը։ Տեսնում ենք, որ չեն շտապում Սելտայի ֆուտբոլիստները, մանր խաղարկումները փորձում են շարժվել առաջ։ Այստեղ Կոստենկովը խլեց գնդակը և շարժվում է առաջ աջ եզրով, հիմա թիմակցին է փոխանցում Վարդանյան, թողնում է Պողոսյանին, Պողոսյան թողեց Բուբային, հարված պետք է լինել հարված և բարձր հարվածեց այստեղ։ Բուբան հրաշալի գրոհ կազմակերպեց Մանչեսթեր Սիթին, բայց ի վերջո Բուբայի հարվածը արդյունք չտվեց։ Նորից լավ պաշտպանվում է այստեղ Բուբան և նորից խլեցին գնդակը Սիթի ֆուտբոլիստները և շարժվում են առաջ։ Կենտրոնում է Պողոսյանը, թողնում է Վարդանյանին, բայց պաշտպանությունում լավ գործեց հիմա Արի Խալացյանը, մնում է Սիթի մոտ գնդակը Բաղրամյան։ Ձախ եզրում է հայտնվել Բուբան։ Եվ անկյունային է ի վերջո վաստակում Բուբան։ Խաղարկում են գնդակը, Բաղրամյան, թողնում է Բուբային ի վերջո։ Հրաշալի փոխանցում Բուբայից Վարդանյան, հրաշալի անցում արված և մի փոքր շեղը
Ընթացավ Վարդան Վարդանյանի հարվածը կարող էր դուբլե եղինակ դառնալ City ֆուտբոլիստը եւ վեր սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսը ավարտված է Սելտան հաղթում է 2-1 հաշվով Manchester City-ին ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք եւ երկրորդ խաղակեսը մեկնարկեց եւ այս պահի դրությամբ Սելտան հաղթում է Manchester City-ին 2-1 հաշվով, հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց Manchester City-ի կազմում գոլեղինակ դարձավ Վարդան Վարդանյանը, իսկ Սելտայի կազմում աչքի ընկան Դավիթ Հարությունյանը եւ Սենիկ Քերիմյանը, վերջինս 11 մետրանոցից դիպուկ իրացրեց Հիմա տեսնենք թիմերը ինչ կառաջարկեն երկրորդ խաղակեսում։ Հիմա Էրվից հարված Արշակ Պողոսյանն էր հարված կատարում, բայց բարձր ընթացավ։ Կարող է հենց մեկնարկում երկրորդ խաղակեսի City-ին հավասարեցնել հանդիպան հաշիվը, բայց չստացվեց Արշակ Պողոսյանի հարվածը։ Հիմա վերհիշենք արագ թիմերի հայտարարությունները City-ի դարպասը պաշտպանում է համար 1 Վահե Մուրադյանը, համար 2 Բուբասիլը, համար 12 Ռաֆիկ Ղարիբյան, համար 6 Ռոմիկ Սարգսյան, համար 7 Անատոլի Գաբրելյան, նա թիմի ավագն է, համար 8 Անդրանիկ Բաղրամյան, համար 14 Արշակ Պողոսյան, համար 4 Վարդան Վարդանյան, համար 17 Գերա Կոստենկով եւ համար 20 Գարիկ Գիգոլյան։ Սելտայի դարպասը պաշտպանում է համար 1 Այք Բոքսյանը, համար 7 Դավիթ Հարությունյան, համար 12 Անրի Խալացյան, համար 3 Աշոտ Բորյան, համար 4 Ավետիս Դուրգարյան, համար 11 Գարիկ Սենյակյանյան, նա թիմի ավագն է, համար 15 Լեո Պապյան, համար 17 Արամ Ենգիբարյան, համար 30 Դավիթ Հարությունյան եւ համար 77 Հարություն Բոքսյան։ Տեսնում ենք, որ ակտիվ է նորից մեկնարկել երկրորդ խաղակեսը City-ին փորձելու է արագ հավասարեցնել հանդիպան հաշվի Բուբասիլան մտնում է Տուգանային հրապարակ հարված Բոքսյանն է պրկում իր թիմին եւ երկրորդ հարվածով Պողոսյանը դառնում է գոլեղինակ եւ խոսքից վրա հանդիպան հաշիվը հավասարեցված է Արշակ Պողոսյան 2-2 հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում հավասարեցրեց հանդիպման հաշիվը Manchester City-ին հրաշալի գրով կազմակերպեցին City-ի ֆուտբոլիստները Բուբասիլայի հարվածից հետո հրկեց Բոքսյանը իր թիմին երկրորդ հարվածով Պողոսյանը գնդակը ուղարկեց դարպասը եւ հավասարեցրեց հանդիպան հաշիվը հիմա էլ ավելի հետաքրքիր հանդիպան ենք ականատես լինելու Տեսնում ենք նորից City-ն է տիրում գնդակին, մեծ է գնդակի տիրելու տոկոսային հարաբերակցությունը City Սելտայի մոտ հիմա հեռար հարված Արշակ Պողոսյանն է փակում այս հարվածի ճանապարհը Meil Սելտան է անց է հերվից հարված և հարված կտեսնենք Վահե Մուրադյանի դարպասից հերվից հարված էր կատարում Դավիթ Հարությունյանը փորձում էր երկրորդ անգամ ուղարկել գնդակը Վահե Մուրադյանի դարպասը, բայց չստացվեց այս անգամ ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը թիմերը տեսնում ենք Պողոսյանն է կենտրոնում և սկսում է իր թիմի գրով Կոստենկով թողնում է Վարդանյանին, Վարդանյանը տեսնենք ինչ կանի, թողնում է նորից Կոստենկովի գնդակը, փոխանցում և հեռացնում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները հիմա կարող է հակագրել Սելտան բայց շատ արագ հետ վերադարձան City ֆուտբոլիստները և դիրքային գրոհ է լինելու հիմա Սելտայի կողմից Աշոտ Բորյանն է գնդակով
Հետ է խարկում դեպի Արամ Ենգիբարյանը։ Հարությունյանի հետ է խարկում, Հարությունյանը եկել է աջ եզր հիմա էլ։ Մելեք Քերիմյան կորցնում է Սելտայի ավակը, բայց կարողացան շատ արագ վերադարձնել գնդակը։ Հարությունյան թողնում է Քերիմյանին։ Այնտեղ լավ նկատեց, հիմա տեսնում ենք Ենգիբարյանին, բայց այստեղ էլ պաշտպանությունում լավ գործեց Վարդանյանը, նորից հերվից հարված Հարությունյանից, այնտեղ հեռացեց գնդակը Կոստենկովը եւ լինելու է առաջին անկյունայինը այս խաղակեսում եւ Սելտան է իրացնելու։ Տեսնենք հիմա այս ստանդարտին ինչ կտա Սելտային, փոխանցում Տուգանային հրապարակ եւ հարվածը շատ շեղընթացավ Ավետիս Դուրգարյանի եւ հարված կլինի Վահե Մուրադյանի դարպասից։ Տեսնում ենք, որ նորից խլեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները։ Հարությունյանը հիմա թիմակից փտրում, ի վերջո հետ է վերադարձնում։ Հիմա մի փոքր դժվարությամբ են կարողանում այստեղ դուրս գալ Սելտայի ֆուտբոլիստները եւ կորցրեցին գնդակը։ Վարդանյան, լավն էր փոխանցումը Բուբայի ներվից հարված Ենգիբարյանն է իր վրա վերցնում այս հարվածը։ Հեռար հարվածները Բուբայի շատ լավն են, այսօր ակտիվ է, տեսնում ենք Բուբան գործում իր եզրում։ Նորից կորցրեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, հրաշալի փոխանցում Հարիբյանի կողմից, բայց այստեղ էլ Բոքսյանը լավ գործեց։ Հիմա էլ Հարությունյանի փոխանցումը չստացվեց։ Մարդ, բայց խնայիք եք, աղբերը։ Հիմա նորից Սիթին է սկսում իր հերթական գրողներից մեկը։ Մի փոքր արագ գոլից հետո տեսնում ենք, որ տեմպը ընկավ խաղի։ Սկսեցին թիմերը զգուշորեն գործել, Վարդանյանը հրաշալի անցում կատարեց աջ եզրով, տեսնենք հարված եւ փրկեց իր թիմին նորից Հայկ Բոքսյանը եւ անկյունային է լինելու Սելտայի դարպասին, վտանգավոր էր։ Տեսնում ենք Վարդանյանի հարվածը։ Հարկում են այստեղ Պողոսյանն ու Վարդանյանը, Վարդանյան երկար փոխանցում։ Հետի վերջո դեպի Ղարիբյանը, հրաշալի փոխանցում Սարգսյանին եւ այստեղ վերջին պահին Պապյանն է հիմա հեռացնում գնդակը, չկարողացավ Ռոմիկ Սարգսյանը այստեղ եզրափակել թիմակցի փոխանցումը, շատ լավ էր այնտեղ նկատել։ Տեսնում ենք Ռաֆիկ Ղարիբյանը ներողություն նա է նորից գնդակով թողնում է Պողոսյանին, հիմա կարող է հեռվից հարված կատարել, բայց Պապյանը նորից փակեց եւ այստեղ էլ առաջ է թողնում գնդակը Արշակ Պողոսյանը։ Տեսնում ենք Պապյանն է դուրս եկել դաշտ եւ այս րոպեներին ակտիվ է գործում պաշտպանությունում։
Հրաշալի անցում ձեռնարկեց Ենգի Բարյանը, պահեց իր թիմի մոտ գնդակը, երկար փոխանցում, այս փոխանցումը հասցեատեղ չունեցավ, որովհետև շատ ուժեղ ստացվեց Դավիթ Հարությունյանի փոխանցումը։ Հերթական գրողներից մեկն է սկսում Սիթին, Կոստենկով թողնում է Վարդանյանին, գնդակը հրաշալի փոխանցում դեպի Պողոսյանը, Պողոսյան փոխանցում, հարված չկա դեռ, այստեղ էլ Սարգսյանի փոխանցումը չստացվեց դեպի Բուբան, բայց նորից հետ եկավ գնդակը Սիթին, Կոստենկով երկար փոխանցում դեպի Բուբան, պահում է գնդակը, հրաշալի փոխանցում Սարգսյանին, բայց Սարգսյանը այստեղ նորից հաջող չգործեց։ Այստեղ խաղի կանոնները խախտել է Դավիթ Հարությունյանը։ 10 րոպե անցավ արդեն երկրորդ խաղակեսի մեկնարկից սիրելի ֆուտբոլասերներ 2-2 է հանդիպման հաշիվը Վարդան Վարդանյան տեսնենք թողնում է Սարգսյանին չի կարողանում հարված կատարել հիմա Ռոմիկ Սարգսյանը հրաշալի փոխանցում կատարեց Վարդան Վարդանյանը այստեղ բայց թիմակցի հարվածը չստացվեց Հրաշալի հանդիպում է, տեսնում ենք ընթանում դեռ շատ ժամանակ կա այս խաղում մի փոքր առավելություն ունեն, տեսնում ենք City ֆուտբոլիստները նորից գրում են Բուբան է գնդակով փոխանցում այստեղ էլ Վարդանյանին գտավ աչի եզրում Բուբան, բայց փոխանցումը ուժեղ էր վերջինիս Այստեղ էլ Կոստենկովը լավ գործեց պաշտպանությունում և հեռացրեց գնդակը Սելտայի գրով նորից չստացվեց Բուբան է գնդակով գալիս է կենտրոն թիմակից է փնտրում և հետ է վերադարձնում Եվ հիմա նորից մանր խաղարկումներով առաջ են շարժվում City ֆուտբոլիստները Պողոսյանն է աչ եզրում Ի վերջո հետ ուղարկեց դեպի Վահե Մուրադյանը Հիմա էլ Մուրադյանն է թիմակից փնտրում Ղարիբյանի հետ է խաղարկում Երկար փոխանցումի վերջո կատարեց Սարգսյանը, Սարգսյանը պահեց գնդակը իր մոտ, Սարգսյան, բայց խլեցին նրանից գնդակը։ Այստեղ էլ Ենգի Բարյանի փոխանցումը չստացվեց և տեսնում ենք այնտեղ վնասվածք է ստացել Ռոմիկ Սարգսյանը և Խոտածածկին է։ Եվ տեսնում ենք Յիգոլյանն է նրա տեղը խաղադաշտ մտնում Երկրորդ խաղակեսի հասարակածը արդեն հատեցինք սիրելի ֆուտբոլասերներ, այս պայն հաշվի մեջ փոփոխություն չկա, բայց հետաքրքիր հանդիպում է ընթանում, մի փոքր տարածքային առավելություն ունի Manchester City-ին Celta-ի նկատմամբ, հարվածների առումով էլ նրանք առավելություն ունեն, բայց այս պայն հաշվի մեջ առավելություն չեն ստացել այս խաղում դեռ
Բայց տեսնենք հիմա նորից գրոում են նրանք Վարդան Վարդանյանն է գնդակով Ոստենկով թողնում է Գիգոլյանին հիմա ակտիվ տեսնում ենք մեկնարկեց Գիգոլյանը փոխանցում Վարդանյանին բայց վերցնում է Բոքսյանը գնդակը եւ սկսում իր թիմի գրո արագ Հարությունյանն է շարժվում առաջ նրա փոխանցումը չստացվեց եւ նորից անցավ գրո գնդակը Սիթին Իվերջո փակել են բոլոր ճանապարհները այստեղ Սելտայի ֆուտբոլիստները եւ նորից հետ վերադարձ տեսանք City խաղացողից նորից սկսելու են իրենց կիսադաշտից գրոհը City ֆուտբոլիստները Կոստենկովն է գնդակով փոխանցում կատարից Վարդանյանին լավ անցում նորից Վարդանյանից տեսնենք աչեզրում է թողնում է Գիգոլյանին փոխանցում բայց այստեղ Բոքսյանը նորից եկավ եւ վերցրեց գնդակը սկսում է իր թիմի գրոհը նորից Հարությունյանն է գնդակով աչեզրում է երկար փոխանցում այստեղ գնդակը դիպավ Գիգոլյանին Լեոսու Ղարիբյանին բայց վերցրեց գնդակը Մուրադյանը ի վերջո Գեղեցիկ փոխանցում կատարեց Վարդանյանը Գիգոլյանը հիմա դաշտի կենտրոնում է թողնում է Պողոսյանին ձախ-եզրում է Պողոսյանը շարժվում է առաջ Պողոսյան թողնում է Բաղրամյանին եւ գոլ 3-2 ի վերջո այս խաղում առաջին անգամ կարողացավ Մանչեսթեր Սիթին առաջ անցնել Սելտայից եւ գոլ հեղինակ է դառնում Անդրանիկ Բաղրամյանը Անդրանիկ Բաղրամյան 3-2 կարողացավ Մանչեսթեր Սիթին այս խաղում առաջ անցնել Սելտայից եւ արդեն հաղթողի կարգավիճակում է հիմա նորից տեսնում ենք Սիթին է գրոհում բայց չստացվեց նրանց գրոհը հիմա էլ տեսնում ենք պարտվողի կարգավիճակում են արդեն հայտնվել Սելտայի խաղացողները բայց դեռ ժամանակ ունեն նրանք հանդիպման հաշիվը հավասարեցնելու համար հիմա նրանք են գրոհում Դուրգարյանն է գնդակով ձախ եզրում է Երկար փոխանցում Տուգանային հրապարակ Ղարիբյանն է հիմա հեռացնում գնդակը կարող են հիմա հակագրել Սիթիի ֆուտբոլիստները Գաբրիելյան ձախ-կեզրում շարժվել է Գիգոլյանը ազատ է փոխանցում եւ Բոքսյանը փրկեց իր թիմին հիմա էլ բարձր է հարվածում այստեղ Գիգոլյանը լավն է տեսնում ենք հակագրող Մանչեսթեր Սիթիի Հիմա Սելտան է նորից սկսում իր հերթական գրողներից մեկը Հինգիբարյան երկար փոխանցում այստեղ էլ Կոստենկովն է հեռացնում գնդակը նորից կարող է հիմա հակագրել Սիթին տեսնենք Գաբրիելյան չկարողացավ ի վերջո պահել գնդակը իր մոտ Գաբրիելյանը Տեսնում ենք մի փոքր այս րոպեների ընթացքում Սելտայի ֆուտբոլիստներն են վերցրել գնդակը եւ ճնշում է Սիթին եւ այստեղ Դուբան է խախտել խաղի կանոնները դաշտի կենտրոնում եւ ստանդարտ են վաստակում Սելտայի ֆուտբոլիստները Տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Սելտային Դավիթ Հարությունյանն է գնդակի մոտ նա
նրա հեռար հարվածները մենք տեսել ենք հերվից հարված պատին դիպչեց գնդակը եւ ի վերջո ձեռքին դիպավ Գարիկ Գիգոլյանը այստեղ եւ նորից Տուգանային հարված վաստակեց Սելտան նորից Հարությունյանն է գնդակի մոտ եւ երկրորդ անգամ է փորձելու այստեղից հարված կատարել Տեսնենք Սուլիչը կա Դավիթ Հարությունյան հարված պատին նորից դիպչեց գնդակ եւ անկյունային է լինելու Խարկեցին հիմա թողնում են Հարությունյանին գնդակը Այստեղ հիմա խլեց գնդակը Վարդանյանը եւ շարժվում է առաջ մենակ է մնում Բոքսյանի դիմաց հարված եւ գեղեցիկ գոլի ինակ է դառնում Վարդանյանը դուբլ է գրացում իր հաշվին եւ հաշիվն է 4-2 Շապատորն է լելի մի հատ ապորտ Վարդանյան 4-2 արդեն 2 գոլ է առավելություն է ստացել Մանչեսթեր Սիթին խաղի սկզբում նրանք 2 գոլի տարբերությամբ պարտվում էին, բայց հիմա արդեն առավելություն ունեն դուբլ գրանցեց իր հաշվին Վարդանյանը խլեց գնդակը Սելտայի ֆուտբոլիստից եւ նետվեց առաջ մենակ մնաց Բոքսյանի դիմաց եւ ֆանտաստիկ կերպով գրավեց նրա դարպասը Հիմա շատ քիչ ժամանակ է արդեն մնաց է հանդիպան ավարտին մոտ 4-5 րոպե երկու գնդակի տարբերությամբ պարտվում են Սելտայի ֆուտբոլիստները Բայց դեռ այս հանդիպման երկրորդ խաղը կա ամեն ինչ այդ խաղում է վճռվելու հիմա Սելտան է գնում փոխանցում Դուրգարյանի հարվածը այստեղ շեղընթացավ եւ հարվածը լինելու Վահե Մուրադյանի դարպասից Ոչ, նեողություն այստեղ դիպչեց պաշտպանին եւ անկյունային է վաստակել Սելտան, տեսնենք Գուցե ստանդարտը օգնության գա փոխանցում Տուգանային հրապարակ Ղարիբյանն է հեռացնում գնդակը մնալու է Սելտայի մոտ գնդակը Ենգիբարյան պրեսինգ է ենթարկում նրան Գաբրիելյանը բայց իր մոտ գնդակը Ենգիբարյանը սառնասրտորեն այստեղ գործեց թողնում է Հարությունյանին գնդակը հարկեց այստեղ Հարությունյանը Խալացյանի հետ եւ խլեցին գնդակը նորից Սիթի ֆուտբոլիստները Նայել Պողոսյանն է շարժվում առաջ, կենտրոնում է հրաշալի փոխանցում Գիգոլյան, տեսնենք ձախ եզրում է Գիգոլյան, հարված կլինի թե ոչ, թողնում եմ նորից Պողոսյանին, հարված շեղ հարվածեց Արշակ Պողոսյանը, նա էլ կարող էր այսօր դուբլ գրանցել իր հաշվին, բայց նրա հարվածը շեղ ընթացավ, հետաքրքիր գրո կազմակերպեց այստեղ տեսնում ենք Մանչեսթեր Սիթին, Եվ նորից այստեղ Տուգանային հարված են հաստակել Սելտայի ֆուտբոլիստները, հիմա էլ աչ եզրում
Հիմա տեսնենք այս ստանդարտը Սելտային ինչ կտա։ Սուլի չկա, խաղարկեցին ի վերջո, Հարությունյան կարող է հերվից կրակել, նորից հերվից հարված, Հարությունյանից պաշտպանն է հեռացնում գնդակը։ Երկրորդ տեմպով է շարունակվում Սելտայի գրոք, Երեմիա թողնում է թիմակցին։ Լավն էր անցում հիմա Սելտայի խաղացողի, թողնում է Ենգիբարյանի, հարված կարող է լինել, ոչ։ Այստեղ էլ Գաբրիելյանն է հիմա անձնուրաց պաշտպանվում իրենց կիսադաշտում։ Հիմա մի փոքր թեժ պայքար է ընթանում City կիսադաշտում, բայց կարողացան հիմա City ֆուտբոլիստները անցնել այդ ճնշումը Բուբան է հիմա եկել Աչեզր եւ վեր սիրելի ֆուտբոլասերներ խաղն ավարտված է Manchester City-ն կարողանում է հաղթանակ տանել Սելտայի նկատմամբ 4-2 հաշվով խաղի ելքը այս պայն վճռված չէ պատասխան խաղ կա դեռ այս խաղի համար այսքանն էինք պատրաստել, կվերադառնանք մի քանի րոպեից։